Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, արտահերթ նստաշրջանի այս օրակարգում ներառված այս հարցը ոչ միայն հանրաքվեի և ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքներում փոփոխությունների հարցը ոչ միայն հաստատումն է այն բանի, որ մենք շարունակում ենք ունենալ մի իշխանություն, որը անտեսում է բոլոր սահմանադրական կարգավորումները, հանրությանը հաշվետու լինելու պարտավորությունը, ավելին ներկայացված նախագծով, որն առերևույթ հակասահմանադրական հստակ ուղղվածություն ունի, փորձ է արվում սահմանափակել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրությամբ երաշխավորված և որևէ սահմանափակման ոչ ընդհակա այս իրավունքը։ Ավելին, այնինչ կառավարության ներկայացուցիչն է այստեղ արձագանքում այս հարցի վերաբերյալ իմ հարցադրմանը, հաստատումն է այն բանի, որ ակնհայտորեն անտեսված է նաև Հայաստանի օրենսդրությամբ պահանջված մի շարք ընթացակարգեր, այդ թվում նաև Վենետիկի հանձնաժողովին, որը ընտրական օրենսդրության շրջանակներում հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկեր կազմակերպությունը և միջազգային ստանդարտներ առաջ մղող կազմակերպությունը, առանց այս կազմակերպության նույնիսկ ներկայացրած կոնկրետ փոփոխությունների կարծիքի միանգամից երկու ընթերցում է նախատեսվում, ինչը նաև վկայում է գործող իշխանության հակապետական մտածողության մասին։ Ես չգիտեմ, թե ինչ ենթադրություններ ունի իշխանությունը այս նախագծերը նման հրատապ կարգով առաջ մղելու համար, բայց ակնհայտ է, որ հիմնարար իրավունքի նման կարգով ոտնահարումը ևս մեկ ապացույցն այն բանի, որ ՔՊ-ն որևէ առնչություն չունի մարդու հիմնական իրավունքների հետ։ Գեղամ Մանուկյան։ Հարգելի գործընկերներ, հիշեցնեմ, որ մենք նախագիծը չենք քննարկում։ Սիրելի հայրենակիցներ, նախագծի հետ կապված խոսենք, երբ որ հերթ հասավ նախագծին։ Հիմա Տիկին Սարգսյանն ասում է հանրային քննարկում ա եղել։ Ճիշտ ասած, ես չգիտեմ հանրային քննարկումը ինչ ձևաչափով ա եղել, բայց վերջերս առաջարկ ստացա այս հարցով հրապարակային բանավեճ ունենալ քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորի հետ։ Մասնակցել ենք մոտ 10-15 ընտրական իրավունքի, քաղաքացիական իրավունքի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ էին։ Ինչ հարցադրում բարձրացնում ենք, Տիկին Ղազարյանն ասում էր, դեռ ժամանակ կա, նույնիսկ հարց տվեցի, ազգային ժողովի փորձագիտական գրասենյակի կարծիքը կա, թե ոչ, դեռ ժամանակ կա կլինի։ Հիմա նախագիծը բերել են Հայաստանի ազգային ժողովի փորձագիտական այն գրասենյակը, որը բազմաթիվ օրենքների նախագծերի հետ կապված տալիս է իր կարևոր եզրակացությունը, դա ամբողջությամբ բացակայում է։ Ինչ վերաբերում է հանրային քննարկումներին, այդ որ հանրային քննարկումների արդյունքում է, որ ապշտապ բերում են նախագիծը, երբ որ նախորդին Հայաստանի առնվազն հասարակական կյանքում վերջին տարիներին ամենաակտիվ մասնակցությամբ հանդես եկած հասարակական կազմակերպությունները միասնական հայտարարությամբ նշում են, որ այս նախագիծը հակասահմանադրական է և այս առումով իրականում հանրության հետ կապ չունեցող, հանրության կարծիքը չլսող նախագիծ է, որ բերվում է օրակարգ։ Եվ այս առումով այս հափշտապողականությունը ուրիշ ձև չի կարելի բացատրել, քան քաղաքական հետի նպատակներ ունեցող, որը առնչվելու է մեր 100 հազարավոր հայրենակիցների, որոնք զրկվելու են Հայաստանում ընտրությունների մասնակցելու հնարավորությունից։ Արտուր Խաչատրյան, համեցեք։ Սիրելի հայրենակիցներ, բովանդականին բովանդակության ժամանակ ձևին եմ ուզում անդրադառնալ։ Ընդհանրապես այս պրակտիկային կարևորագույն օրենսդրական նախաձեռնությունները բերվում են հափշտապ, առանց պատշաճ հանրային քննարկման, առանց բոլոր շահագրգիռ կողմերի թերև դեմ կարծիքները լսելու։ Սա ինչ շատ հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի կառավարության 25 թվականի կատարողականի մասին հայտարարություն, հաշվետվության ժամանակ, երբ ասում են, մենք գնացել էինք ընտրությունների մի նախընտրական ծրագրով, ժողովուրդը այդ նախընտրական ծրագիրը մի կողմ դրեց և մեզ նոր նախընտրական ծրագիր կամ նոր
հանձնարարականներ տվեց։ Այդ ոնց եղավ, ոչ ոք չգիտի։ Ոնց եղավ 21 թվականին այս կողմ դրեցին, ուրիշ բան տվեցին։ Հիմա նույնն է, քննարկման ժամանակ առաջացել է հանրային պահանջ։ Այդ հանրային պահանջը, ով ասես, որ հանրային պահանջ է։ Այսինքն, եթե մի քանի հոգի պատրաստված հարցերով գալիս են եւ այդ գաղափարը սկսում են քննարկել, Օվերտոնի պատուհան են բացում, դա նշանակում է հանրային պահանջ։ Քննարկում ա եղել պատգամավորների մասնակցությամբ։ Հա, պատգամավորների մասնակցությունը լավ է, կարևոր է, բայց հանրությունը չի սկսում եւ չի վերջանում պատգամավորներով։ Կան քաղաքական ուժեր, կան հասարակական կազմակերպություններ, որոնք բոլորը այս հարցով զբաղվել են, չգիտեմ, 5, 10, 20, 25 տարի։ Այդ մարդիկ բոլորն ասում են, սա այս օրենքը հակասահմանադրական է, մարդու իրավունքներին հակասում է։ Այսինքն հասարակության մեջ կա հստակ տարանջատում։ Եվ սենց կարևորագույն օրենք բերել 8-րդ գումարման ազգային ժողովի վերջի օրերին հրատապ կարգով արտահերտ նիստում ներեցեք էլի։ Հասկանալի է, չէ՞, ինչ եք ուզում ստանով անել։ Շուտ անենք, մտցնենք, բրդենք, սղացնենք, անցնենք դեմոկրատիայի եւ շարաչող թափանցիկության պայմաններում։ Շնորհակալություն։ Ծովինար Վարդանյան, համեցեք։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Ուզում եմ իմանամ ինչի եք եկել, ճիշտն ասած, ընդդիմությանն է հարցը սողված, որովհետև մենք սովորել էինք, որ դուք այլևս այստեղ չեք ներկայանում, բայց պարզ է ինչի եք եկել, որովհետև ընտրությունների ժամանակ ձեր մի թևի համար, այսպես ասած, ընտրական туриզմի եկած քաղաքացիների մասով, որի արդյունքում այդ պահանջը ձևավորվել է հանրային, այդտեղ է խնդիրը, դուք հանրությանը չեք լսում։ Դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը հաջորդ գումարմանը կեսով է ներկայանալու, որ հանրությանը լսեք, չեք ասի, որտեղ է այդ հանրային պահանջը։ Եվ այո, նախագիծը պետքա քննարկվի, հա հարցում եք ինչ որտեղ քննարկենք, որտեղ քննարկենք, հես եկել է ազգային ժողով, եկեք քննարկեք։ Դե շատ լավ է, որ եկել եք, զարմացած եմ ուղղակի, որ եկել եք աշխատանքի։ Ես կարծում եմ, որ նախագիծը իսկապես հանրային պահանջ ունեցել, մասնավորապես բոլոր այն տեսանյութերը, որոնք որ նկարահանվել են այն մարդկանց, ովքեր որ գալիս էին ուղղակի քվեարկելու, եւ ոչ թե գալիս էին, այլ ակնհայտորեն բերված էին այդ մարդիկ, եւ այդ մասով այո հանրային պահանջ է ձևավորվել։ Իսկ հակասահմանադրականության եւ սահմանադրականության մասով գոյություն են պատկան մարմիններ, ովքեր կտան դրա գնահատականները։ Քննարկման մենք միշտ բաց ենք եղել, ամեն դեպքում բարի գալուստ, չնայած սա վերջինն է, շնորհակալություն։ Շնորհակալություն, խմբակցությունների անունից ելույթ կունենա Հայաստան խմբակցության անունից, ոչ թե խմբակցությունների, Արտվիկ Մինասյանը, համեցեք պարոն Մինասյան։ Տիկին Վարդանյան, այս տեմպով դուք շուտով արդեն հաց ուտելն էլ կորոշեք ով հաց ուտի եւ ով չուտի, ով ջուր խմի, ով չխմի։ Դուք ով եք, որ ասեք, ինչի եք եկել, ով եք ընդհանրապես։ Չէ, ես ուզում եմ հասկանամ, էլի, դուք ձեզ իրավունք եք վերապահում, ով եք դուք։ Տեսեք, ասում են քննարկում է հրավիրվում, լսեք, նախ կարճ քննարկում է սա, այսինքն ելույթի հնարավորությունը առավելագույնը 2 րոպե է։ Պարլամենտում նման կարևորության հարց բերել 2 րոպեում եւ ակնկալել, որ բոլոր մանրամասնություններով կքննարկվի, առնվազն աբսուրդ է։ Դրա համար է նախատեսվում, որ օրենսդրական նախաձեռնությունը հանրային լայն քննարկում է անցնում։ Լայն քննարկում, լսում են բոլոր տեսակետները։ Երկրորդը, դուք ասում եք, չգիտեմ, ասեցիք վերջին ընտրություններին եկած մարդիկ բերեցին այս պահանջը, չհասկացա, թե այդ հանրային պահանջը ոնց ձևավորվեց եւ ոնց է ձեր համար չափման միավորը հանրային պահանջ, ասենք օրենսդրությունն էլ չի կարգավորում, էլի, այս է հանրային պահանջ է, սա հանրային պահանջ չէ։ Ինչ որ քանակություն է, որակական կազմ է, ինչն է հանրային պահանջը։ Սոցիոլոգիական հարցում եք արել, նույնիսկ ձեր նախընտրական ծրագրում տես բան չկա։ Իսկ եթե անգամ հիմա կապեք ձեր նախընտրական խոստումների հետ, ապա դա առնվազն օգոստոսի 2-ից հետո առնվազն նախաձեռնեիք, ոչ թե հիմա։ Եվ ի վերջո, շատ հստակ է, որ այն վարքագիծը, որ դուք հիմա ցուցաբերում եք, հատկապես այս հետընտրական շրջափուլում, ոչ միայն
ագրեսիվությունը տանում է գագաթնակետի, այլ դուք պարզապես ասում եք քաղաքացի, դուք մեր համար չկաք, մենք ոնց ուզենք տենց ենք շարժվելու, ումը կուզենք թողենք, ումը չենք ուզի չենք թողի։ Եվ հիմա երևի քննարկման շրջափուլում ավելի մանրամասնություններ կներկայացվեն։ Պարոն տեղեկացնեմ, որ Ծովինար Վարդանյանը Հայաստանի Հանրապետության ընտրված падգամավոր է, իշխող մեծամասնության ներկայացուցիչ եւ այն թիմի ներկայացուցիչն է, որը ձեզ եւ ձեր թիմին առնվազն 2 անգամ ջախջախել է ընտրություններում։ Ուստի խնդրում եմ ձեզ բանի մեջ պահեք, կոռեկտության սահմանների մեջ պահեք, որովհետեւ եւ ոնց ինչ աշխատում, դուք ինչ եկեք։ Պարոն Մինասյան, ի տարբերություն ձեզ մենք գործի ենք գալիս, դուք գալիս եք, չգիտեմ ինչի համար։ Այժմ եզրափակիչ ելույթի կարիք տեսնում եք, համեցեք տիկին նախարար։ Եկել եմ, որ ձեզ աշխատավարձ տամ, պակեվա վճար տամ, ինչ եմ եկել։ Նամակ եք գրում ինձ ստորագրությունս չեք ճանաչում, որ դիմում եք ինձ չեք ճանաչում։ Լռեք։ Ես ագրեսիա չունեմ, իմ գործընկերների նկատմամբ ես ագրեսիա չունեմ։ Այ ագրեսիան ձեր նկատմամբ չի դադարելու եւ ավելանալու է, ասեցիք, ես ձեզ տեղեկացնում եմ։ Հանկարծ չմտածեք, որ ընտրություններից հետո այդ ագրեսիան են, որ կատակ էին անում անցավ։ Հանկարծ չմտածեք, խնդրեմ տիկին նախարար։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, իհարկե դեռ ժամանակ կունենանք ավելի մանրամասն անդրադառնալու, բայց ես ուզում եմ մի քանի ընդգծում անել։ Նախ ազգային ժողովի տիրույթում է ընդունել օրենքներ եւ հասկանալ, որ օրենսդրական նախաձեռնությունները ինչպիսի հանրային քննարկման փուլ են անցնում եւ առնվազն այս դահլիճում պետք է հստակ լիներ, որ падգամավորական նախաձեռնությունների համար օրինակ hydraft.am կայքում պարտադիր պահանջ չէ հանրային քննարկման ներկայացնել բոլոր նախագծերը, հետեւաբար նախաձեռնության հեղինակները իրենք են որոշում ինչպիսի հանրային քննարկման ներկայացնեն այս նախաձեռնությունը եւ ես վստահ եմ, որ անկախ խմբակցության պատկանելությունից, եթե падգամավորները ներկա են կոնկրետ հանրային քննարկման, կուզեք դա անվանել բանավեճ, կուզեք դա անվանել ստանդարտ քննարկում, падգամավորները ներկայացում են հանրությանը եւ ժողովրդաիշխանության տրամաբանության մեջ երկու падգամավորի ներկայությունն անգամ բավարար է, որ դիտարկենք հանրային քննարկման իրականացումը, ինչ վերաբերում է հանրային ակնկալիքի կամ պահանջի չափմանը, ես կարծում եմ, որ մենք այս հարցին եւ դրա մեթոդաբանությանը չպիտի անդրադառնանք ըստ նախընտրության, որովհետեւ շատ կարող է լինել այնպիսի նախագծեր, որտեղ որ օրինակ հանրային պահանջի հետ կապված առանձին ասելիք չկա, բայց նույն падգամավորների նախաձեռնությամբ կամ կառավարության նախաձեռնությամբ ոլորտային քաղաքականությունը տարվում է այդ ուղղությամբ եւ հետեւաբար կարծում եմ, որ պիտի տեղ թողնենք մաքուր բովանդակային քննարկմանը եւ ես վստահ եմ, որ համանդրականության մնացյալ հարցերի մասով ես ինքս անձամբ իմ ելույթի ժամանակ անդրադառնամ եւ կպատասխանեմ հարցերին, եթե այդպիսիք լինեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն տիկին նախարար, հարգելի падգամավորներ, այժմ քվեարկում ենք այս որոշման նախագիծը։ Խնդրում եմ լինել ուշադիր,